Բարև ձեզ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցելու եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ձեր ուղիղ հեռախոսազանգերին մենք կպատասխանենք գովազդից անմիջապես հետո, առաջին գովազդից անմիջապես հետո, բայց ես կխնդրեմ, որպեսզի դուք անպայման հարց ձևակերպեք ուղղված մեր հյուրին, պարոն Անտինյան, բարի լույս, շնորհակալ եմ այս ձևաչափով մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Գլոբալ զարգացումներից սկսենք մեր հարցազրույցը, այսօր Ֆրանսիան, ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան, Պորտուգալիան ճանաչել են Պաղեստինի պետությունը, իհարկե Իսրայելի վարչապետը դատապարտել է այս ճանաչումը, համարելով դա ահաբեկչությանը խրախուսել, աջակցություն ահաբեկչությանը, նաև կրկնել է, որ ոչ մի պարագայում թույլ չի տա, որպեսզի Պաղեստին պետություն ստեղծվի, ասում են տարածաշրջանը եռում է։ Եվրոպան ու ԱՄՆ-ն ավելի են հեռանում իրարից, իսկ այս պայմաններում մեր նախկին ներկա իշխանությունները, մեզ կառավարողները շարունակում են, այսպես ասած, կռվել, ով է պատերազմ բերել, ով խաղաղություն հարցի շուրջ։ Ձեր դիտարկումները նախ գլոբալ զարգացումներից, հետո անպայման կանդրադառնանք տեղական խնդիրներին։ Նախ Պաղեստինի ճանաչումը կիրառական առումով այսօր ոչինչ չի տալու։ Ինչու՞։ Ավելի շատ ուժերի հարաբերակցությունն է մեկը մեկին ուժ ցույց տալու, կարգի հրավիրելու, ինչու, որովհետև եթե մենք մի հատ պատմական էքսկուրս կատարենք Պաղեստին աշխարհագրական տարածքի վրա, որը եղել է 25000 քառակուսի կիլոմետր, ՄԱԿ-ը 1947 թվականի նոյեմբերի 29-ին ստեղծել է երկու պետություն՝ հրեական եւ արաբական։ Այդ անունը Իսրայել եւ Պաղեստին դրա արդյունքում է եղել։ 14001 քառակուսի կիլոմետր եղել է Իսրայելը, 10900 եղել է Պաղեստինը։ Բայց քանի որ արաբական երկրները չճանաչեցին այդ ՄԱԿ-ի որոշումը, պատերազմը այդպես էլ Իսրայելի հետ չդադարեց եւ շարունակվեց, որի արդյունքում կամաց Իսրայելը տարածքներ վերցրեց։ Եւ դա էր պատճառը, որ թեկուզ 48 թվականի մայիսի 14-ին Իսրայելին ճանաչեցին, Իսրայել պետությունը ինքը արդեն կազմավորվեց որոշումից մի քանի ամիս հետո, մի տարի տևեց մինչև ՄԱԿ-ը ճանաչեց Իսրայելը որպես պետություն 49 թվականի մայիսի 11-ին, բայց այդ ընթացքում այդպես էլ Պաղեստինը չստացավ պետության կարգավիճակ, նույնիսկ գլխավոր ասամբլեայի որոշումից հետո, բայց հիմա երբ որ նայենք մի քանի պատերազմ, որը եղել է եւ 6-օրյա պատերազմ, որ Իսրայելը շատ ավելի մեծ տարածքներ ավերցրել, էլ Գոլանի բարձունքներ, Սինայի թերակղզի Եգիպտոսից, բայց իհարկե Եգիպտոսին հետո վերադարձել է։ Արդյունքում հիմա այսօր Պաղեստինը ունի 6000 քառակուսի կիլոմետր փաստացի։ Բայց այն ժամանակ, երբ որ ՄԱԿ-ը այդ որոշումը կայացրեց, ինքը նայեցին քարտեզին, որ այնպես բաժանեն, այս մասը լինի ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։ Երուսաղեմի հատվածի մասին է խոսքը եւ հարակից տարածքների։ Այս մասերը օրգանապես կարողանան կապ ունենան աշխարհի հետ։ Այսինքն դա հենց այնպես պատահական բաժանում չէր։ Հիմա եթե այսօր Պաղեստին պետությունը ճանաչում է, ցանկացածը հասկանում է, պետությունը չես վերցնում շորի մետրը չափում նոր ճանաչում, փաստացի է ճանաչում։ Հիմա փաստացի այդ 6000 քառակուսի կիլոմետրը կենսունակ պետություն լինել չի կարող։ Պայմանականորեն այսպես նայենք, Իսրայելն ասում է համաձայն եմ, եկեք մի հատ սահմանազատում անենք։ Դե Պաղեստինը համաձայնվի, որ ինքը 6000 կիլոմետր է։ Իսկ այն պետությունները, որոնք ճանաչում են, կարողացան հասնել դրան, որ Իսրայելը դուրս գա գրավյալ տարածքներից, որովհետեւ չէ որ եթե Իսրայելին խաղաղություն էր պետք Եգիպտոսի հետ, նա համաձայնվեց, չէ, որպեսզի Սինայի թերակղզին վերադարձնի, այսինքն խաղաղության գինը դա էր։ 78 թվականի Քեմփ Դեվիդի հայտնի համաձայնագրերը Ամերիկայի Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ բարձր հովանու ներքո Ջիմի Քարտերի, բայց ինչի եմ ասում, եթե եղել է նույնիսկ Պաղեստինի հետ հարաբերությունը կարգավորել, ոնց որ Օսլոյի համաձայնագիրը 1993 թվականին, այդ ժամանակ էլ ինքը համաձայնվեց Պաղեստինի ինքնավարություն ստեղծելուն եւ որոշակի տարածքներ հանձնել Պաղեստին ինքնավարության վերահսկողության տակ։ Այսինքն ուզում եմ ասեմ, այս ամեն հարցը չլուծած, ճանաչելով Պաղեստին պետությունը,
Միայն Ամերիկայի վետոն բավական է, որ Պաղեստին պետությունը չճանաչվի, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դա պետք է հաստատելուց հետո պետք է անվտանգության մշտական անդամները դա անեն, իսկ Ամերիկայի վետոն մենք վստահ ենք, որ դա ալնելու է։ Էնպես չի, որ այս հարցում Իսրայելը ճիշտ է։ Խնդիրը դա չի, որտեղ Իսրայելը Դոնալդ Տրամպի աջակցությունը Իսրայելին վտանգավոր չափերի ջերմ է։ Վտանգավոր հատկապես Իսրայելի համար։ Այդ չափի միշտ էլ Ամերիկան եղել է Իսրայելի անվտանգության երաշխավորը, բայց հիմա Տրամպը չափը անցավ, այսինքն այնքան երաշխավորեց, որ հիմա շատ դուրս խնդիրներ ստեղծեց նաև Իսրայելի համար աշխարհի հետ, բայց միևնույնն է Իսրայելը այսօր այս վիճակով այդ պետության հետ կապված, եթե ճանաչի, այդ խնդիրը չի լուծվելու։ Այսինքն այնտեղ այդ սովը, այդ մարդասպանությունները չեն դադարելու։ Էրդողանը ցեղասպանություն է անվանում կատարվողը։ Դուք որպես փորձագետ ինչպես կանվանեք։ Իսկապես ցեղասպանություն է տեղի ունենում եւ եթե ճանաչումները արդյունք չեն տալու նշանակում է այդ ամենը շարունակվելու է։ Հիմա այսպես նայենք, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասը հարձակվեց Իսրայելի վրա։ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի եւ պատասխան հարված հասցրեց եւ անցավ գործողությունների։ Շատ քիչ պետություններ կային, որ Իսրայելին մեղադրում էին, որ դու ինչու ես ինքնապաշտպանվում։ Ահաբեկի չդեմ ինչ պետք է անեին։ Ամիսներով Համասն ասեց մենք զինվել ենք, գաղտնի բերել ենք հրթիռները եւ այլը, գլուխները գովում են, թե ինչպես են իրանք նախապատրաստվել։ Այսինքն իրանք խաղաղություն պետք չէ, չէ՞ որ իրանք նախապատրաստում էին դրան։ Բայց երբ որ եկավ մի պահ, երբ որ Դոնալդ Տրամպը հայտարարեց, որ ավելի լավ է Պաղեստինը դատարկենք, ներողություն սեկտոր Գազան դատարկենք, որի արդյունքում այնտեղ հանգստի գոտի ստեղծենք շատ լավ որակի, այդ ժամանակ արդեն փոխվեց հանրության վերաբերմունքը, աշխարհի վերաբերմունքը, որովհետև Իսրայելը չասեց այդ ինչ է կանում, ասեց այո, Նեթանյահուն շատ ոգևորված ասեց կանեմ եւ փորձեցին տարբերակներ այդ մարդկանց տեղափոխել, իսկ խոսքը մոտ 2 միլիոն մարդու մասին է։ Չհամաձայնվեց ոչ Հորդանանը, չհամաձայնվեց ոչ Եգիպտոսը, որոնք ավանդաբար բարեկամ պետություններ են Միացյալ Նահանգների համար։ Այդտենց աֆրիկյան պետություն չգտան, որը համաձայնվի, անգամ փողով չկարողացան համաձայնվեն հանել։ Այս պարագայում դրանից հետո ինչ էլ որ Իսրայելը արդարացնում է, որ գիտեք ինչ, ես կռվում եմ ահաբեկիչների դեմ, ախր դուք չգիտեք պաղեստինցիների մեջ էլ ահաբեկիչներ կան, ասում են 2 միլիոն ահաբեկիչ կա, այսինքն հասկանում են, որ իրան պատրվակ է պետք դատարկելու։ Դրա համար հիմա եթե նույնիսկ ասում են, որ եթե դու Գազայում չավարտես պատերազմը, մենք կճանաչենք Պաղեստինը, այդ նորից եմ ասում, դա կարող է գործիք է ստիպելու, որ հասկացի, խելքներդ գլուխներդ հավաքեք, հետ քաշվեք։ Բայց միևնույնն է այդ գործիքը այսօր նույնիսկ սեկտոր Գազայի եւ Պաղեստինի մնացած հատվածների կենսունակության խնդրեմ կա։ Մանավանդ որ ասում եմ տարածքը 6000 քառակուսի կիլոմետր է փաստացի։ Հիմա այդ իրադարձությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա եւ այդ դիտարկումը, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն այսպիսով հեռանում են այս հարցի շուրջ, ամեն դեպքում նրանց հակասությունները շատ են եւ նրանք հեռանում են իրարից։ Սրա ազդեցությունը մեր տարածաշրջանի, մեր խնդիրների վրա։ Մեր համար կլինի իդեալական, որ երբեք Եվրոպան եւ Ամերիկան որևէ հարցում տարաձայնություն չունենան, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տալ ասել հավաքական արևմուտք։ Այո։ Ցանկացած հակասություն Եվրոպա եւ Ամերիկա մեզ համար խնդիր է։ Կապ չունի մենք առարկայական այդ խնդիրը ոնց մեր վրա կզգանք, որովհետեւ տեսեք, եվրոպական երկրներ կան, որոնք ճանաչում են Պաղեստինի անկախությունը։ Չէ՞։ Այսինքն Մեծ Բրիտանիա, Ֆրանսիան, այո։ Դա խնդիր է մեզ համար։ Այսինքն Ամերիկան կատեգորիկ դեմ է, դա էլ է մեզ համար խնդիր, որովհետև մենք պետք է որոշում կա, սա մեր կռիվը չէր, որ մենք դրա մեջ մտնեինք։ Ես միշտ ասել եմ, որ մենք չպետք է ճանաչեինք Պաղեստինի անկախությունը, նույնիսկ եթե Ֆրանսիան էլ է ճանաչե մեր բարեկամ պետություն, որովհետև այդ մեր հարցը չէր, որ մենք դրա մեջ մտնեինք, որևէ մեկի կոնֆլիկտի կողմ դառնայինք։ Առավելևս որ խնդիրը չէր լուծվելու։ Հիմա այսօր, եթե մենք այսպես ենք մտածում, Իսրայելի թիկունքին կանգնած է Ամերիկան ու բավական կոշտ, նույնիսկ ասում եմ, բացասական ազդեցությունը հետ է։ Ամերիկան կարա իրան թույլ տա մեկին թշնամի սարքի բոլորի հետ, ասի մենակ իմ բարեկամությունը երիք է, բայց մենք տենց ճոխություն մեզ թույլ տալ չենք կարող, որովհետև նույնիսկ ցանկացած պարագա մենք Իսրայելի չափ բարեկամ Ամերիկայի համար չենք կարող լինել։ Այսինքն այդ պարագայում մեր տարածաշրջանում մենք ումից ենք ակնկալում, որ անվտանգություն ունենք Միացյալ Նահանգներից։
Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի թիկունքին, Իսրայելը խաղեր է տալիս Ադրբեջանի հետ, մենք դատապարտում ենք Իսրայելին եւ պաշտպանում ենք Պաղեստինին։ Պաղեստինին պաշտպանում է Թուրքիան։ Այսինքն այս պարագայում հենց մտար մեջը դառնում է կոնֆլիկտի կողմ։ Իսկ դա մեզ բացարձակ պետք չէր։ Մենք կարող ենք ուղղակի չեզոք մնայինք։ Այդքան մի բան։ Հիմա գանք այդ նախկին ներկա իշխանությունների կռիվներին, թե ով է խաղաղություն բերել, ով պատերազմ, վստահաբար դուք արդեն ծանոթ եք Փաշինյանի գրառումներին, այսօր հենց առավոտյան 2 գրառում է հասցրել անել, երկուսում էլ դիմում է 3 նախագահներին այդ բանավեճի հրավերը ուժի մեջ պահելով, նաև շեշտում է, եթե դուք ձեզ համարում եք հաղթած նախագահներ, ապա ինչպես է ստացվել, որ ոչ մի անգամ ժողովուրդը ձեզ չի ընտրել եւ վարչապետը տալիս է նաև այդ հարցի պատասխանը, ասում է չէին ընտրում, որովհետեւ մարդիկ հասկանում էին, որ դուք հաղթանակ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա, ու հիմա մեռնում եք, երբ տեսնում եք, որ թեկուզ հազարավոր զոհերի գնով ելքը գտնվել է, մեռնում եք բարիս բուն իմաստով, առավոտյան, կեսօրին եւ մութն ընկնելու պես։ Դες կարծում եմ, որ իմաստ չունի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այսպիսի պարզունակ բացատրություններն ու հիմնավորումները, մի քիչ չիջացնենք մեր հաղորդման ինտելեկտուալ մակարդակը, պարզապես հարցը կայանում է հետեւյալում։ Այս բանավեճը ով է մեղավոր, պետք չի այդքան խառնվել։ Լսեք կողքի մարդկանց, որոնք ձեզ ցույց կտան, որ բոլորդ էլ մեղավոր եք։ Ամեն մեկը իր չափի միավորով։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Երբ որ իրանք իրար մեջ ուզում են պարզեն, թե ով է մեղավոր, դա անիմաստ հարց է։ Բոլորդ։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց ինչու իրենք չեն հասկանում, որ իրենք բոլորն էլ պատասխանատու են եւ մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ Կարծ նայենք Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ է արել։ 96 թվականին դեկտեմբերի 3-ին գնացել է Լիսաբոն։ Բերել են փաստաթուղթնեց ադրբեջանցիները սարքելով մտցրեցին, նախապես չկար պայմանավորված, որ համաձայն ենք, որ Արցախին տրվի լայն ինքնավարություն։ Ինքը վետո դրեց, չէ՞։ Ասեց, ինչ եք բերել։ Լինելով Արցախը Ադրբեջանի կազմում, դա նշանակում է Արցախի դատարկվել։ Դա իր հիմնավորումն է, չէ՞, Լիսաբոնում։ Բա ոնց եղավ, որ 97 թվականի հոկտեմբերի 1-ին ծնվեց պատերազմ եւ խաղաղություն լրջանալու պահը եւ այնտեղ բացատրում էր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ում ես բացատրում։ Եթե այդքանը դու գիտեիր, Լիսաբոնում ստորագրեիր լայն ինքնավարությունը բավական լուրջ, շատ մեծ արտոնություններով լայն ինքնավարություն։ Ես չեմ ասում այդ լայն ինքնավարությունից հետո չեր դատարկվի Արցախը կամ ուրիշ տարբերակ չէր լինի, բայց ամենայն դեպս դու հրաժարվեցիր մի բանից, որը մի տարի էլ չանցած մեզ բացատրում էր, թե ինչ կա չհասկանալու։ Մյուսը ինչ խնդիր առաջացրեցիր, որ Ռոբերտ Քոչարյանը լինելով Արցախի ընտրված նախագահ, ես չեմ խորանում այնտեղ ինչ ձևով ընտրված, դու բերեցիր դարձրեցիր Հայաստանի վարչապետ։ Այսինքն եթե Արցախը իր անկախությունը ճանաչել էր, մենք այդ ճանապարհով էինք գնում, ոչ թե միավորվան։ Այսինքն 89 թվականի դեկտեմբերի 1-ից հետո դուք չընդունեցիք, որ միավորման ենք գնում։ Այլ եղավ Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակում 91 թվականի սեպտեմբերի 2-ին։ Նոր միավոր, որի մեջ նաև Շահումյանն ու Գետաշենն էր, բացի լղիմը։ Բայց այդ դեպքում Ռոբերտ Քոչարյան, որ դու ասում ես, ես դրա հեղինակն եմ, այդ հանրապետության հռչակման հեղինակն եմ։ Լավ, ես չեմ խոսում անկախության հանրակրվեի մասին։ Այդ հանրապետության հռչակման հեղինակն եմ։ Բայց դու ո՞նց համաձայնվեցիր գաս ուրիշ պետության վարչապետ։ Դրանով ընդունելով, որ Արցախը սուբյեկտ չի։ Բացի դրանից, ոնց եղավ, որ դու Մադրիդի փաստաթուղթ ստորագրեցի, դա էլ հո ստորագրված չի։ Ստորագրվածը դա Կազանը չի, որ ասենք Ադրբեջանը չհամաձայնվեց։ 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդի փաստաթուղթը ստորագրված է, որտեղ ակնհայտորեն գրված է, որ պետք է անել պլեբիսցիտ, այսինքն նոր հանրակրվե։ Մի քիչ պլեբիսցիտն ու հանրակրվեն այդքան նույնը չեն, բայց իմաստը որն էր, բայց երբ որ դու պարզաբանում ես, որ դա պետքա տեղի ունենար լղիմի տարածքում, այսինքն լղիմի ժողովուրդ Լեռնային Ղարաբաղի հասարակություն ասելով հասկանում ենք լղիմի հասարակություն, բայց այդ դեպքում հարց, բա դու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադիրն էիր, հռչակագրի, դու հրաժարվեցիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն միավորից, փոխանակ պնդեք դա, որ սա առանձին միավոր է, թեկուզ չճանաչված։ Դուք ընդունեցիք, որ տենց բան չկա։
Հենց արդեն սկսում ես լղիմից խոսել, լղիմը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմից դուրս չէր եկել, որտեղ ստեղծվել էր այլ միավոր։ Եվ դրա համար խոսեց նոր հանրաքվեի մասին, իսկ նոր հանրաքվեն այդ դեպ որ ասում էր մասնակցություն ուժերի հարաբերակցությունը պետքա լիներ ուղիղ այնքան, ինչքան 88 թվականին, այսինքն 40,000 ադրբեջանցի ա եղել, նրանք պետք է մասնակցեն հանրաքվեին։ Հո հարցը դա չի, որ 40,000-ը կմասնակցեն թե չէ։ Հարցը դա է, որ դու ընդունել ես, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ բնակչությունը չպետք է աճի։ Դու դա խոստացել էիր Ադրբեջանին, ինչ արցախցիները դա չեն տեսել, բայց վերցրեք այդ փաստաթուղթը կարդացեք։ Արցախում ինչքան 88 թվականին հայ բնակիչ կար, այդքան հայ բնակիչ կար միջև վերջի պահը դուրս գալը, իսկ ինչու չէին ուզում մարդիկ գնան ապրեն։ Հայաստանից ոգևորված ուզում էին գնային ապրեն, Սփյուռքից գնում էին, հատուկ սարքում էին, կոնֆլիկտ էին սարքում, իրար հետ հայաստանցի Ղարաբաղցի կոնֆլիկտ էին սարքում ինչի համար, որ այդ բնակչությունը չաճի, որտեղ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր, այսինքն խոստացել էր, որ արցախցին շատ երեխա չի ունենալու։ Խոստացել էր, որ եթե հանկարծ կավելանակ, ձեզ կտեղափոխենք Երևան։ Խոստացել էր, որ հանկարծ դրսից չեն գնա, ասում են ուր եկեք մեր հողը, գնացեք ձեր Հայաստան ու ձեր Սփյուռքը։ Ինչից դա առաջացավ։ Այս մարդիկ չեն հասկանում, որ դա պատահական չի, որ ձեր մեջ վեճը առաջացել հայաստանցի Ղարաբաղցի։ Դա խոստացված էր Ադրբեջանին, որ այդ բնակչությունը չի աճելու։ Այսինքն նույն հաջողությամբ կամ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչի բերեց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին։ Արցախից բերելու իմաստը, երբ որ հասարակությունը ակնհայտ գիտի, որ այն երկուսը կուսակցական ֆունկցիոներ լինելով առանց Ադրբեջանի իշխանության չէին կարող դառնալ։ Առավել ևս որ նրանց կապում են, որ նրանց հետ լավ էլ KGB-ի հետ համագործակցել են։ Եվ մարդիկ հիշում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այստեղ էր KGB-ի հետ համագործակցում։ Եվ այդ երկու նշանակումները, որ ինքը արել է Մոսկվայի առաջարկով։ Այսինքն ոնց կարող է մենք դա, եթե ուզում եք իմանալ, դրեք մենք բացատրենք, թե դուք ինչ եք բերել մեր պետության գլուխը, նույնը Սերժ Սարգսյանը, քարոզիա պատերազմին ինքը չմասնակցեց, դրսում էր։ Հետո կանգնեց ասեց, դե ինչ խառնվեն, պաշտպանության նախարարն այդ գործերն անում էր։ Եկավ բավական ուշ գնաց Արցախ, գնալուց հետո էլ փակ հանդիպմանն ասեց, եթե դուք չհանձնեք 7 շրջանը, այսինքն կերքեք Ստեփանակերտ ոչ թե Արցախ։ Այսինքն դու ինչի էիր վստահ, որ Ադրբեջանը գրավելու էր Արցախը, ու արդեն գնացել էր շանտաժ է իրանում։ Եթե հիմա չհամաձայնվեք, արդյունքը սա կլինի։ Մենք այս ամբողջը անցել ենք, նաև հասել ենք Նիկոլ Փաշինյանին, որը որ կանգնել է, որ ասել Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Բայց այդ բոլոր բաները ինչ որ բացատրում է։ Ինքը կանգնել է ազգային ժողովի բարձր ամբիոնից ասել է 2018 թվականին ես փաստաթղթերը տեսա ու տեսա որ Արցախը Հայաստանի կազմ չի կարող լինել ուրիշ կարգավիճակ Ադրբեջանի կազմում է։ Բա մարդիկ ասում են, բա որ տեսար ինչ արեցիր։ Դե ասում են առանց պատերազմով կթողեր ես հանձնեի։ Այս նույնը կլիներ առանց զոհերի։ Այսինքն հարցը առաջանում դու դա որ ասում ես ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն դու կարող ես պատերազմի չգնաս, բայց գնացիր նրա համար, որ մարդկանց աչքը վախեցնես, կոտրես, որի արդյունքում համաձայնվեն, ասեն, վայ, ավելի լավ է հանձնենք։ Հետո կանգնում ես, ասում ես, որ այո, պետք է մենք պարտվեինք, որ Արցախը հանձնենք, թե չէ ով կթողեր հանձնենք, հարցը առաջանում։ Այսինքն եթե պատերազմը լիներ, մենք չէինք կարող գրավեինք։ Ոնց կարող էին գրավեինք, եթե դու ասում ես, ինչ որ վերցրել ենք, ձեռը կրակնենք, պետք է հանձնենք։ Նշանակում է մենք մտել ենք պատերազմ պարտվելու համար։ Այդ դեպքում մարդիկ պարզ հարց են տալու, ովքեր դպրոցում թվաբանության դասը գնացել են։ Ասում են, բա դու կանգնում 10,000-ից ավել մարդու դասալիք ես համարում։ Ասում ես, իրանք հետ են քաշվել։ Բայց եթե դու ուզում էիր, որ պատերազմը լի ու պարտվեինք, ինչ հա ուզում էիր 10,000-ն է զոհվեին, բացի այդ 4,000-ը։ Բացատրի լոգիկան, ինչի ենք մենք մտնում պատերազմի մեջ, ասում է որևէտե, որպեսզի անկախություն ստանայինք։ Ումից անկախություն ստանայինք։ Ռուսաստանից։ Հիմա հարց է ծագում։ Ասում եմ մինչև 2023 թվական մենք ֆորպոստ ենք եղել Ռուսաստանի։ Ասում ենք լավ, մինչև ֆորպոստ է եղել 2023 թվական։ Բայց 2018 թվականին ոչ բռնի թավշա հեղափոխությունը ով քեզ նշանակեց ֆորպոստի կառավարիչ։ Պուտինը, թե դու Պուտինին արարու շպրտեցիր մի կողմ։ Այսինքն դու ուզում ես ասես, որ դու ֆորպոստի կառավարիչ էիր 18 թվին, 19-ին, 20-ին, 21-ին, 20-ին, բայց քեզ ով նշանակեց։ Բա մարդիկ դրա համար հասկանում են, որ ինչի քեզ չկալանավորեցին, որ կալանավորելուց հետո ոնց եղավ, որ Կարեն Կարապետյանը, որին Պուտինը զանգել էր,
ինքն էլ ասեց, որ Պուտինն ինձ զանգել է, եկավ քեզ բերդում տեսավ, որը զանգեց դատախազին ասեց, որ սանկցիայով չմտնեք ազգային ժողով, բայց մարդիկ այդ ամեն ինչը գիտեն, չէ, այն չեք իրար հետ խոսում, եկեք լսեք այն ինչ որ մենք ձեզ ասում ենք, այսինքն եթե դու Պուտինին մերժել ես ու հեղափոխություն ես արել ու ասել ես վերջ մենք այլևս անկախ ենք, դու չպետք է ասեիր մենք այլևս անկախ ենք 23 թվից։ Ուրեմն դու 18 թվին ընդունում ես, որ դու վասալ ես եղել։ Ֆորպոստ է եղել, դու էլ ֆորպոստի կառավարիչ, այսինքն առանց Պուտինի Այսինքն եթե պատերազմը չլիներ, մենք կշարունակեինք մնալ այդ կարգավիճակում։ Այդպես է ստացվում Փաշինյանի ասած։ Եվ նաև ստացվում է, որովհետև ինքը այնքան բան է ասում, խճճվում է։ Ոչ լոգիկայից հալա, ոչ հիշողությունից։ Ինքը նույնիսկ չի էլ կարող հետևողականորեն հիշի, թե որ մի հատ նորմալ սուտ է ասել, այդ սուտը շարունակի։ Էդ էլ է խնդրեմ իր համար։ Ինքը լրիվ իրարից թափթփված կարծիքներ է հայտնում։ Մեկ ասում է հայրենասերի դրամար ասի Արցախը Հայաստանն է։ Մեկ ասում է 18 թվին արդեն գիտեի մերը չի։ Մեկ ասում է պիտի կռիվը լեր որ հանձնեինք։ Եթե չկռվեինք, այդ պարագայում չէին կարող առանձնանալ Ռուսաստանից։ Մարդիկ էլ պարզ հարց են տալիս, այսինքն դու Ռուսաստանից չէիր առանձնացել։ Պուտինն ուզելա, որ դու ելնեիր ֆորպոստի կառավարիչ, բայց ինչ հեքիաթ եք պատմում, որ հեղափոխություն եք արել։ Պարոն Անտինյան, այս պահին մեր եթերում գովազդ հայտարարենք, որից հետո կվերադառնանք եւ կփորձենք հասկանալ Նիկոլ Փաշինյանի անկախության ուղերձի իմաստը։ Այս պահին եթերում գովազդ է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հեռուստադիտողներ, ուղիղ եթերում Նոյան տապանը շարունակում է իր աշխատանքը։ Ես հիշեցնեմ, որ հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում զրուցում եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։ Այս պահին տեխնիկական խնդիրների պատճառով մենք չենք կարողանում զանգեր
ընդունել, բայց ընթացքում եթե խնդիրները վերանան, մենք անպայման կպատասխանենք հեռուստադիտողների զանգերին։ Պարոն Անտինյան, մենք կանգ առանք այն հատվածում, որ Նիկոլ Փաշինյանն անկախության օրվա կապակցությամբ ուղերձ հղեց, այդ ուղերձում խնդրահարույց են համարում 4-րդ հանրապետություն հռչակելու գաղափարախոսությունը, ավելին կարծիքներ, առաջարկներ եւ հորդորներ են հնչում, որպիսի վերլուծական, քաղաքական, լրատվական քաղաքական դաշտը այդքան այդ թեզը չշրջանառի, որովհետեւ դա ընդամենը օրակարգ է նետվել Փաշինյանի կողմից նախընտրական տրամաբանությամբ եւ պետք չէ նրա այդ օրակարգին ջուր լցնել, այսպես ասած, դուք ինչ դիտարկումներ կանեք, ինչով է վտանգավոր այդ խոսույթը։ Առաջինը շատերն են ասել 4-րդ հանրապետություն պետք է ստեղծել, մի մասը էմոցիոնալ, մի մասը ոչ այդքան արդարացված, մի մասը գուցե արդարացված, բայց իշխանության կողմից հռչակել 3-րդը 4-րդ դա ուղղակի ամենամեղ ձևակերպումը պարզ անգրագիտությունն է։ Ինչու՞, որովհետև մեկը սպառվում է, դու հռչակում ես հաջորդը։ Եթե դու հռչակում ես հաջորդ, ուրեմն ընդունում ես, որ այս մեկը սպառված է, այնպիսի վիճակ է, որ այլևս անիմաստ է վրեն աշխատել եւ ուղղել։ Բա դու ես ղեկավարում, այսինքն քո օրոք սպառվեց։ Դա այնպես չի, որ դպրոցը 3-րդ դասարանը վերջացավ, հիմա գնում ենք 4-րդ դասարան։ Սահուն անցանք 4-րդին։ Սա եթե ասում ես 3-րդից անցնում եմ 4-րդ, ուրեմն 3-րդը այլևս կենսունակ չի։ Հիմա պատկերացրեք, դնում եք հանրակրվե եւ ժողովուրդը դեմ է քվեարկում։ Այսինքն շարունակում եք ղեկավարել անկենսունակ պետությունը։ Բա տենց բան կարելի է ասել։ Ես հասկանում եմ, որ մոդան հետաքրքիր է, Ֆրանսիան էլ մոդայի մայրաքաղաք է, բայց դա քաղաքական մոդային չէր վերաբերում, երևի շփոթել են։ Այո, Ֆրանսիայում 5-րդ հանրապետություն է, բայց դա ինչից է եկել։ Միապետից դարձել են առաջի բուրժուա դեմոկրատական հեղափոխության ժամանակ ստեղծել են առաջի հանրապետությունը 1792 թվականին, հեղափոխությունը մինչև 99 թվական եղավ։ Բայց դրանից հետո նորից այդ հանրապետությունը դարձավ միապետություն։ Դրանից հետո նորից հեղափոխություն եղավ, դառավ հանրապետություն։ Դրանից հետո էլի ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, կոմունայի ժամանակները, այդ ժամանակ նորից թագավորը փախավ, դարձրեցին հանրապետություն։ Այսինքն դրանք փոխվել է կացութաձև, փոխվել է կառավարման համակարգ։ Դրա համար հերթով հաջորդը եղել է, որ այսինքն օկուպացիայի տակ է եղել Ֆրանսիան։ Գերմանիայի կողմից, Վիշիի կառավարության ժամանակ, Ֆիլիպ Պետենի ժամանակ, որից հետո հայտարարել են հաջորդը 4-րդ հանրապետությունը։ Այսինքն դա ինչից է եկել, որ ասել են Գերմանիայի օկուպացիայից հետո անիմաստ է վրեն աշխատել, բերեք մի հատ նոր հանրապետություն հռչակենք։ Ի վերջո ինչ եղավ, վերջինը որ հռչակեցին 5-րդը երբ եղավ, 58 թվականին Շարլ դե Գոլը, որ տեսան, որ կոնֆլիկտը առաջացավ, ամբողջ Աֆրիկան եռում էր, որոնք անկախություն էին ուզում, հերթով բոլորը անկախացան, չէ։ Այդ անկախության ընթացքում Ալժիրն էլ պայքարում էր, կռվում էր 8 տարի պայքարելուց հետո վերջը անկախություն ստացավ Ալժիրը։ Եվ այդ ժամանակ Շարլ դե Գոլը վերջապես ասին, բերեք այս ճգնաժամի հարցը լուծենք, անցնենք մի հատ նոր հանրապետություն հռչակենք։ Ընտրություն արեցին 59 թվականին ինքը ընտրվեց, ոչ թե նախորդ իշխանությունը շարունակեց իր ճանապարհը։ Այսինքն արդյունքում էլ 62 թվականին ինքը Ալժիրը ճանաչեց։ Այսինքն սրանք խնդիրներ են, որ գլոբալ ճգնաժամերը ներպետական հանգեցրել են նրան, որ ավելի հեշտ է հռչակել նոր հանրապետություն, ընդունել նոր սահմանադրություն եւ առաջ գնալ։ Բայց դա իրանք արդեն կենսունակ չեն համարել նախորդը։ Այն մարդը, որը որ պաշտոնավարում է, համարի, որ դա կենսունակ չի, հռչակի հաջորդ հանրապետություն ու շարունակի աշխատել, ավելի անլուրջ բան ես չեմ պատկերացնում։ Իսկ ամենաամոթալին, բա որ հանկարծ հանրակրվեն չանցնի, այս ինչա որոշել են հանրակրվեով շանտաժանեն, որ ուրեմն դուք չեք ուզում 4-րդ հանրապետությունը լինի։ Ենթադրենք ուզում ենք։ Ինչ ես փոխում այդ 4-րդ հանրապետության համար։ Դրա համար սա ընդամենը հայտարարություն է, որովհետև փորձում է սահմանադրությունը փոխելը, խնդիր ունեն, չէ, Ալիևի պահանջը կատարելու խնդիր ունեն։ Ալիևն ասում է սահմանադրությունը պետք է փոխես։ Իրանք ասում են, չէ, դա մեր ներքին գործն է։
Ինչը Ալիևը տենց համառորեն կպած որ սահմանադրությունը փոխեն։ Եթե խաղաղության պայմանագրում կետ է համաձայնեցված, որ ոչ մի ներպետական օրենսդրություն չի ազդելու այս պայմանագրի կատարման վրա, եւ եթե Ալիևը դա ստորագրում է, դրանից հետո ինչի պետք է ինքը անհանգստանա մեր սահմանադրության նախաբանի մասին, բայց ինչու է անհանգստանում։ Պատճառ ունի, չէ՞։ Իսկ պատճառը ո՞րն է։ Ինչու համար է Նիկոլ Փաշինյանը հիմա ասում պետք է նոր սահմանադրություն անենք, ոչ թե հինը։ Չէ՞ որ մեր սահմանադրությունը 95 թվականին ընդունվել է, հետո եղել է փոփոխված սահմանադրություն երկու անգամ էլ 2005-ին, 2015-ին։ Այսինքն նախաբանը այդպես էլ մնացել է։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է նոր սահմանադրություն անենք, որպեսզի արդարացնի նախաբանը չլնելու հարցը։ Իսկ ինչի է այդքան համառորեն պնդում Ալիևը։ Լավ, պատճառ պետք է ունենա թե չէ։ Ալիևը լավ հասկանում է, որ 89 թվականի դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որոշում կայացրեց Հայաստանին միանալու, որից հետո Հայաստանը 90 թվականի օգոստոսի 23-ին ընդունել է անկախության հռչակագիր։ Անկախության հռչակագրի հիմքում դրված է 89 թվականի միավորումը։ Այսինքն արդյունքում Հայաստանն ասում է ես հանձնառու եմ Արցախի համար։ Այսինքն այն պատերազմը, որ մենք վարել ենք, առաջի Արցախի պատերազմը, մենք այսպես թե այնպես պետք է մասնակցեինք, որտեղ այն զինվորը, որը որ գնացել է կռվել է, լինի կամավոր, թե ուղարկված պետության կողմից, այդ մարդը գիտեր, որ այդ ժամանակվա օրենսդրությամբ ինքը գնում էր կռվի, որովհետև ինքը Արցախի անվտանգության երաշխավորում էր, պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Իսկ հիմա Ադրբեջանը ինչի է անհանգիստ, որ դա ուզում է դուրս գա։ Անկախության հռչակագիրը ընդունվել է հանրակրվեով։ Ինչի, որովհետև դարձել է սահմանադրության նախաբան, սահմանադրությունն ընդունվել է հանրակրվեով։ Հիմա ասում է, եթե վաղը որևէ մեկը գա իշխանության եւ վերանայի այս պայմանագիրը, ուժի մեջ կմնա այն պայմանագիրը։ Այսինքն ինքը անհանգիստ է, որ ուժը կորցրա 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կարող էր մեկ այլ որոշումով ուժը կորցրած ճանաչես։ Բայց եթե 89 թվականի դեկտեմբերի 1-ը տեղ է գտել հռչակագրի մեջ, հռչակագիրն է տեղ է գտել սահմանադրության մեջ, սահմանադրությունն էլ ընդունվել է հանրակրվեով, ուժը կորցրած կարող ես ճանաչել մի դեպքում, եթե հանրակրվեանես սահմանադրությունը փոխես։ Այս սա է հարցը, որ հիմա իրանք մեզ ուզում են բացատրեն իրանց ուղեղով, պրիմիտիվ, որ մենք սահմանադրությունը փոխում ենք նոր պետություն, որովհետև չկարողացան մարդկանց համոզել, որ սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով չենք փոխում։ Չէ, Ժորժ ջան, դրա համար չենք փոխում։ Իսկապես չկարողացան, պարոն Անտինյան, փաթեթավորումը, որ անում է Փաշինյանը, իսկապես չի գտնի արձագանք, հանրային լուրջ արձագանք եւ աջակցություն։ Չէ, ինքը որ աջակիցներ ունի, դրանում չենք կասկածում։ Բայց հարցը նա իսկ արդյոք իր ասածը համոզիչ է։ Մեր հասարակությունը մենակ Փաշինյանին չի լսում։ Մեր հասարակությունը շատերին է լսում։ Եվ ինքն էլի սեփական ուղեղտ ունի, որպեսզի այդ ամեն ինչը դնի իրար կողք հասկանա, թե ինչու ես դու նոր սահմանադրություն անում։ Եվ ինչու ես անպայման սահմանադրությունում հանում նախաբանը, որտեղ այդ նախաբանը ուժը կորցրած չի։ Իսկ եթե ուժը կորցրած չի, Ադրբեջանը ո՞նց կարող է մեզ ասի 150 միլիարդ պետք է դուգանք վճարեք, որովհետև դուք օկուպացրել եք իմ տարածքը։ Մենք ասում ենք՝ մի րոպե, կռիվը դու ես սկսել, մենք չենք սկսել։ Դու սկսել ես, մենք որպես հանձնառու պաշտպանել ենք, ո՞նց ենք օկուպանտ։ Այսինքն Ադրբեջանին պետք է չէ պատճառ, որ ասի այդ պատերազմի հետո որ տեսա, որ դա լավ չի ստացվում, ինչ որոշեցին անել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը 91 թվականից է Ադրբեջանի կազմում, այսինքն մենք ենք հարձակվել Ադրբեջանի վրա, ոչ թե իրանք Արցախի վրա, ու մենք հանձնառու ենք։ Զանգ ունենք, պարոն Անտինյան։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտող։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լսում ենք ձեր հարցը։ Պարոն Անտինյանին ես հարց ունեմ, շատ հաճելի է լսել անկախություն, բայց անկախություն չի դիտվում, պարոն Անտինյան։ Մեր սահմանները պաշտպանում են ռուսները, թե պարսկական սահմանը, թե Թուրքիայինը, եւ 102-րդ բազան նստած է Լենինականում։
Ինչ անկախության մասին է խոսքը Նիկոլ Փաշինյանը մեզի 4-րդ հանրապետություն, 5-րդ հանրապետություն, 4-րդ հանրապետություն եղել է միջև մեզ 34 տարվա մեջ, բայց ոչ մեկն էլ անկախ չեն եղել, բոլորն էլ KGB-ից ու Պուտինից կախված են եղել։ Շնորհակալություն։ Ինչ անկախության մասին է խոսում։ Ինչ անկախության մասին ենք խոսում, պարոն Նախ Անդրեան։ ասեմ, որ երբ որ դու քո անվտանգությունը պատվիրակես որևէ պետության կամ որևէ կառույցին, դրա մեջ որևէ վտանգավոր բան չկա։ Ինչի ՆԱՏՕ-ն, որ ստեղծված է կոլեկտիվ անվտանգություն, դա որևէ խնդիր է, ինչի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ շատ եվրոպական երկրներում ունի կոնտինգենտ ռազմական, դա ինչա խանգարում է, խնդիրը ուրիշ է, երբ որ դուք ասում եք Ռուսաստանի, այո, դա իսկապես մտահոգիչ է։ Եկեք տարբերենք, վաղը մեր անվտանգությունը կարող է պատվիրակենք, ոնց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի ռազմական բլոկ անզյուսը, Միացյալ Նահանգները, Ավստրալիա, Նոր Զելանդիա։ Ավստրալիային, Նոր Զելանդիային Ամերիկան տեղ չկանգնի, հաշված ժամերի ընթացքում Չինաստանը կմտնի այնտեղ։ Կարող է որևէ մեկը դրանում կասկածում է, բայց խնդիրը ուրիշ է, ինչու ենք հատկապես շեշտում Ռուսաստանի հետ կապված, որտեղ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարում է, այնտեղ որտեղ ռուսական զորքն է, դա մեր տարածքն է։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք, որ ռուսական զորքը պետք է մեր մոտ մնա, մենք ընդունում ենք, որ նա մեզ չի պաշտպանում։ Մենք ընդունում ենք, որ ինքը ուղղակի ներկայացված է այստեղ։ Դրանք տարբեր են։ Ու այնպես չի, որ եթե մենք ասենք, եթե ռուսական զորքը դուրս գա, ֆրանսիականը գա, մենք մեր անկախությունը կկորցնենք։ Բացարձակ։ Հռոմի Պապին էլ շվեյցարական գունդն է պաշտպանում ավանդույթ ուժով հարյուրամյակներով։ Հռոմի Պապը կարող է անկախ չի։ Ստեղ դրա համար մեկը մեկի տարանջատ ենք, ոչ թե ես գտնում եմ, որ Հայաստանի անվտանգությունը կամ ապագան դա Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ն է ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, չմտածեք մենակ այդ պատճառով եմ ասում, այլ պարզապես արևմտյան կառույցները որևէ մի պետության նկատմամբ իր զորքի ներկայությունը համարում է նրա անվտանգության երաշխավոր, ոչ թե համարում է, որ ինքը այդ տարածքը Իրանով է արել։ Խնդրում են եվրոպական երկրները, որ Ամերիկան իր ռազմական ներկայությունը ապահովի այդ երկրներում, թե սկանդինավյան երկրներ, Գերմանիայի պես պետությունը, որ ամենամեծ համախառն ներքին արդյունքն ունի Եվրոպայում, ամենամեծ բնակչությունը, Ամերիկային խնդրում ասում է բերքու հրթիռները դիր, որ մեկ հանգիստ զգանք։ Դրա համար տարբերությունը նայենք։ Աբսուրդ է, որ այսօր ռուսական սահմանապահը պահի Իրանի այդ սահմանը ոչ միայն այդ պատճառով, որ ժողովրդին ասել եք, թե Ամերիկան գալիս է մեր անվտանգության համար։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է, որ Տրամպի ուղին դա նաև անվտանգության խնդիր է, ասում ենք այդ պայմանավորվածությունների մեջ ոչ մի անվտանգային կոմպոնենտ չկա։ Բայց եթե դու համարում ես դա անվտանգության խնդիր է, ոնց ես պատկերացնում այդ ճանապարհը անցնելու է ամերիկացիներն են կազմակերպելու, սահմանը պահելու է ռուսը։ Այսինքն սա ինչի է նման։ Դրա համար պետք է որոշում կայացես։ Առավել ևս շատ տարօրինակ է, ինչու պետք է մեր եւ Իրանի փոխհարաբերությունները կարգավորի երրորդ կողմ Ռուսաստանը։ Այսինքն մեզ համար Իրանը ավելի պակաս վստահելի է, քան Ռուսաստանը, բայց դեպքում մարդկանց պարզ ասեք, որ դու ոչ մի Եվրոպա գնալու մտադրություն չունեք, չնայած մենք գիտենք, որ չունեն։ Մեկ էլ ոչ մի բան դուք չեք անում Ռուսաստանի կախվածությունից դուրս գալու։ 3 գումարած 3 ձևաչափից մենք չհրաժարվեցինք։ Ես նկատում եմ օգոստոսի 8-ից հետո, Վաշինգտոնյան հանդիպումից հետո։ 102-րդ բազան հանելուն դեմ չենք ասել հանեք։ Գուցե ժամանակի հարց է, պարոն Անդրեան։ Բայց ոչ մի բան չես հայտարարել։ Զորքը հանել սահմանից չենք արել։ ԵԱՏՄ-ից դուրս գալու քայլեր չենք անում, ասում ենք, եթե կգա ժամանակը կանենք, բայց այդ ժամանակը այդպես էլ չի գա։ Հապկուբ սառեցրած տենց էլ մնացել ենք, բայց ամենամեծ վտանգը էս բոլորին գումարած։ Արդեն օգոստոսի 8-ից հետո վերահաստատել, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, որտեղ ստեղ Շանհայի համագործակցության կազմակերպության լիդերը անգամ Չինաստանը չի, Ռուսաստանն է։ Ուղղակի Շանհայը Չինաստանի տարածքում է։ Այսինքն այդ պարագայում, երբ որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ասում է ցանկանում ենք ի հակադրություն արևմուտքի ստեղծել բևեռ, աշխարհաքաղաքական մեկ բևեռ ստեղծենք այդ հիմքի վրա։ Այսինքն մենք գնում ենք, միանում ենք մի կառույցի, որ հակադրվենք։ Դե չենք միացել այս պահին, չէ, եթե նույնիսկ չենք միացել, բայց հայտարարել ենք, դա արդեն որոշում է ընդդեմ մեզ։
Այսինքն դա ստացվում, էնել են դեպքում ստացվում է, որ եթե դու ընդունում ես Շանհայի համագործակցության կազմակերպությունը, այդ ազդեցության գոտին Ռուսաստանը ստացվում է, որ ինստիտուցիոնալ ձևով հարավային Կովկասը կենսականորեն Ռուսաստանի շահերի գոտի է, այսինքն դու դա ընդունում ես։ Ես ճիշտ եմ հասկանում, Թրամփի ուղին չի կարող իրականություն դառնալ, եթե մեր հայ-իրանական թեկուզ սահմանին կանգնած են ռուսները։ Չէ, դա էական չի, մեկը մեկի հետ չկապենք, բայց Տրամփի ուղին դեռ բավական ճանապարհ անցնելու մինչև այդտեղով բեռներ անցնեն, որովհետեւ դեռ պետք է լուրջ հետախուզական աշխատանքներ անեն, ինժեներական հսկայական աշխատանք կա, հաշվարկներ կա անելու, պետք է պատկերացնեն, թե այդ լեռները ծակելով դուրս գալ դա հարմար, թե մի քիչ ավելի այլ կողմից գնալը, այդտեղ խնդիր ունեն նաև Իրանի հետ կապված, Իրանը այդքան գող չի այդ ճանապարհը, ինչքան ուզում է փարատեն կասկածները, իսկ Իրանը դեռ խորհրդային միության ժամանակ ուներ պայմանագրեր, որոնք դեռ ուժի մեջ է, որևէ մեկը դա չի չեղարկել, որ եթե իր սահմանին մոտ պայթեցումները լինի ճանապարհ գցելու պետք է համաձայնացնեն, նա կարող է ասի, ես ինչ եք անում, դա ինձ հարմար չի, սեյսմիկ ակտիվ գոտի է, կարող է մեր մոտ առաջանա ինչ որ ցնցումներ։ Իրականում դա կարող է այդպես չի, բայց ինքը առիթ է ունենում դա ասելու։ Այսինքն նույնիսկ մինչև այսօր իրանք չգիտեն այդ ճանապարհը որտեղով է անցնելու։ Դուք Տրամփի ուղի ճանապարհ որպես այդպեսին գաղափարն է։ Բայց երբ որ կոնկրետ պետք է գնան տեղանքը նայեն ու որոշեն որտեղով անցնելու, եւ այդ կառույցը, որը ձևակերպեն, ինչ լիազորություններ ա ունենալու։ Ադրբեջանն ասում է, ես պետք է հայ սահմանապահի երես չտեսնեմ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը չի բռնում իրար հետ։ Ասում է, հիմա ժամանակակից տեխնիկայի պայմաններում սահմանապահին չես էլ տեսնում։ Հասկացանք, սահմանապահին չես տեսնում, փաստաթուղթը դնում ես, որ անցնես ու անցնում ես։ Բա որ փաստաթուղթը դնում ես անօրինական է։ Պարզվում է, որ դու հանցագործ ես։ Պարզվում է, որ հետը բեռ ես տանում անօրինական։ Սահմանապահին չենք տեսնելու, ռոբոտներն են կանգնելու այդ սահմանին։ Բա որ մի հատ պայթյուն եղավ այդ բեռը, այսինքն հետո ինքը հասկացավ, որ ասեց ոնց կարող է պատահի մեր սահմանապահը չլինի, ոնց կարող է պատահի մեր վերահսկողությունը չլինի։ Եթե մեր վերահսկողությունը լինում է, մեր սահմանապահը լինում է, մենք շատ ուրախ ենք, որ լինի։ Այդ դեպքում էլ Ադրբեջանն ասա, բայ ինչին է պետք այդ ճանապարհը։ Այսինքն իրանց համար նրանք ցանկություն չունեն, որ մի հատ օղակ ավելանա, Հայաստանին փող բերեն այդ 42 կիլոմետրի համար, բայց այդ բեռը, որը որ գալու է Չինաստանից գնա մինչև Եվրոպա, որևէ հատված Հայաստանը վերահսկելու իրավասություն ունենա։ Այսինքն դրա համար իրանք գոհ են, եթե դա Տրամփն է, եթե Տրամփից կստանան։ Իսկ երբ որ տեսնում են, որ Տրամփի ասածը այդքան էլ իրանց համար ընդունելի չի, սկսում են ասել դա Զանգեզուրի միջանց կա։ Այդքան պատահականություն բոլոր պաշտոնյաները օգոստոսի 8-ից հետո Ամերիկայի, ներողություն Ադրբեջանի, համառորեն ասում են Զանգեզուրի միջանցք։ Ու հարցը դա չի, որ դա տարածքային պահանջ մենք հասկանանք, իրանք ասում են, չէ, մենք տարածքային պահանջ չունենք, բայց հարցը ծագում, այդքան բարդ է ասել Տրամփի ուղի, բա ասում եք Տրամփի անունն ենք դրել որպես բրենդ, որպեսի կան ներդրում անեն։ Ուրեմն Տրամփի անունը օգոստոսի 8-ին դնում եք, օգոստոսի 9-ից ասում Զանգեզուրի միջանցք, մինչև երեկվա դրությամբ 3 պաշտոնյա հայտարարում է Զանգեզուրի միջանցք։ Եկեք գովազդային եւս մեկ ընդմիջում հայտարարենք մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիպինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։
Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ուղիղ եթերում Նոյան տապանը շարունակում է աշխատանքը, ես զրուցում եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։ Պարոն Անտինյան, ասացիք, Իրանը այնպես չէ, որ գոհ է ձեռք բերված պայմանավորվածությունից, ուզում եմ հասկանանք Թուրքիայի դիրքորոշումը, ամեն դեպքում օգոստոսի 8-ից հետո մենք ունեցանք պատվիրակության այց, ճիշտ է, սահմանը չբացվեց, ինչպես շատերն էին ակնկալում, եթե ՔԼՉ-ի գլխավորության պատվիրակությունը գալիս էր, բայց ամեն դեպքում ինչ կարող եք ասել Թուրքիայի շահագրգռությունը այս հարցում։ Քանի կար մտածում էին Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորել ենք, որից հետո այնպես ստացվեց Տրամպի ուղին ստորագրելուց հետո մի հատ էլ տարածեցին, թե հիմա Թուրքիային դուրս մղեցինք, այդ տեսակ Ամերիկային բերեցինք, Թուրքիային դուրս մղեցինք։ Իհարկե շատ միամիտ պատկերացումներ, որովհետև Թուրքիան Ամերիկայի հետ սերտ համագործակցում է։ Բայց ցի դրանից հետո արդեն եղավ այցելություններ, հանդիպումներ, բայց ինչ էլ ուզում եմ մերոնք անեն, որպեսի Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորեն, մինչև վերջի պահն էլ Թուրքիան ասում է, այո, հարաբերությունը կկարգավորեք Ադրբեջանի հետ, նոր մենք կմտածենք ճանապարհը բացելու մասին։ Այսինքն իրանք ասում են, ձեզ չի հաջողվելու, որպեսի մենք միասին աշխատենք։ Ու դա է պատճառը, որ մեր արտաքին քաղաքականության հետ կապված մեր մոտ անգամ ամոթալի քաղաքականություն է։ Դու երկու պետություն իրար հետ բանակցում են։ Լավ դիվանագիտական հարաբերություն չունես, բայց փորձում ես ունենաս։ Մենք ինչ ենք ասում Թուրքիային։ Անգամ երեկվա միջոցառումը, որը տեղի ունեն, նորից Հայաստանի իշխանությունները դում են նույն բանը։ Մենք պատրաստ ենք հենց այսօր բացենք սահմանը Թուրքիայի հետ, բայց իրանք չգիտեն պատճառը, ինչա որ Թուրքիան չի բացում։ Իբր թե չգիտեն, Թուրքիան ասել է, որ Ադրբեջանի հարցերը կլուծենք, համարում են իրանք չգիտեն, բայց ինչ հաստատում։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, մենք պատրաստակամ ենք, մենք պատրաստ ենք այսօր բացել, սպասում ենք տենանք Թուրքիան ինչ է անելու։ Նույն ձևակերպումներով ասում են, մենք խաղաղության պայմանագրի հետ կապված պատրաստ ենք այսօր էլ ստորագրել, չգիտենք Ադրբեջանը ինչի է ցկում, չնայած Ադրբեջանն ասում է սահմանադրությունը փոխելու, այսինքն նորից սպասում ենք որոշում կայացնողը Ադրբեջանն է։ Այսինքն սա ինչ ձևակերպում է։ Դու չես դնում խնդիր, այսինքն Ադրբեջանը երբ որոշի, այդ ժամանակ կանի, ինչ պայմանով որոշի կանի։ Թուրքիան երբ որոշի կանի, ինչ պայմանով որոշի կանի։ Բա մենք բանակցող կողմ չենք։ Անկամ մարդկային հարաբերություններում, եթե դուք մեկին մի բան առաջարկեք, ու ողջամիտ ժամկետ ֆիքսեք։ Այդ մարդը այդ ողջամիտ ժամկետում դա չանի, հետո գասի համաձայն եմ, կասեք մի րոպե, արդեն իրավիճակը փոխվել է։ Նույնիսկ եթե այդ իրավիճակը ձեզ ձեռք տար, ցույց կտայեք, որ բան է փոխվել, դու չհարգեցիր իմ առաջարկը։ Ինչ է նշանակում, երբ իրանք որոշեն, մենք համաձայն ենք։ Այդ դրամալ իրանք տենցել չեն որոշում, սպասում են հաջորդ զիջումների։ Իսկ եթե նա իմանա, որ կարող է հանկարծ ժամանակը աշխատի վնաս իրանց, դու ինչի ես քո խոսքը կապում նրա հետ, որ եթե կարող է վաղը քեզ նենց բան են առաջարկում, որ կանգնում ես Ադրբեջանի կամ Թուրքիային, ասես գիտես ինչ, ասեցիր, ձգեցիր, չարեցիր, մենք էլ այս տարբերակը որոշեցինք, ով է մեղավոր։ Հիմա վաղը ենթադրենք Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրում։
Դու մի հատ շատ լուրջ գլոբալ պայմանավորվածություն ես ձեռք բերում, պայմանականորեն ասենք Տրամպի այդքան լուրջ չի ստացվի, որովհետև այլ իրավիճակ է, ասենք պայմանականորեն Եվրամիության հետ։ Ու ինքը քեզ տալիս է երաշխիքներ։ Ու քեզ ձեռնտու չի են փաստաթուղթը, որը ստորագրել ես։ Ոնց է հրաժարվելու, եթե դու ասես հավերժ, ես սպասում եմ քո ահազանգմանին, արձագանքին։ Չի լինում այդպիսի դիվանագիտություն միակողմանի։ Ու դրա համար այսօր Թուրքիայի հետ ինչ էլ անում են, դուք տեսնում եք, որ դրանից մեր հարաբերությունը Թուրքիայի հետ չի կարգավորվելու։ Իսկ Թուրքիան հիմա գնում է Ամերիկայի հետ հարցերը կարգավորելու։ Թուրքիան գնում է հանդիպի Էրդողանը, որտեղ ինքը նախապես մինչև էտել մաքսային հարցերը կարգավորեց սակագնային քաղաքականությունը հենց գնալուց առաջ, որ գնա, որտեղ բաներ ունի պայմանավորելու Տրամպի հետ։ Այսինքն Թուրքիային բացի է, որ իրանք չեն կարող անտեսել, որովհետև նենց գնացին Էրդողանի դուրը ասին, ոնց ասես, իսկ Էրդողանի հետ հանդիպման հաջորդ օրը իսլամական համագործակցության կազմակերպության 57 պետություն դատապարտեց Հայաստանին։ Այդ նույն Թուրքիան, այդ նույն Ադրբեջանը, այդ նույն դեռ չճանաչված Պաղեստինը։ Բա մի հատ ոնց է, որ մենք այտենց արտաքին քաղաքականության մեջ տարական ինքնասիրություն չունենք։ Պարոն Անտինյան, հիմա երբ որ այս պայմաններում լսում ես իշխանության հավակնություն ունեցող այլընտրանքային ուժերին, ասում են լուծումը մեկն է, այլընտրանքային ուժեր։ Մոռացեք նախկին, ներկա, դրանք նույն շղթայի տարբեր օղակներն են, ձեր ասած ունեն նույն մեղավորությունը տարբեր չափաբաժնով, ունեն պատասխանատվություն, որից խուսափում են, հիմա այլընտրանքային ուժերն են իրավիճակից ելքը։ Դուք ինչ եք կարծում, եւ քաղաքական դաշտին, երբ որ նայում եք, իսկապես կան ուժեր, որոնք ի վիճակի կլինեն մեզ այս պատկերից դուրս բերել։ Այլընտրանքային ուժեր, եթե նրանք համարելու են, որ մեկը լինելու է ռուսամետ դաշտում ուղղակի նորաձևավորվում, դրանից ոչինչ չի փոխվելու։ Այլընտրանքային որևէ ուժ, որը շարունակելու է Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկի, որ ասի հա մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, բայց որոշ հարցերը մենք ուրիշ կարծիք ունենք, ժողովուրդ ջան, ընտրեք գնանք խորհրդարան, գնանք խորհրդարան, որ ինչ անեք Նիկոլ Փաշինյանին տակ ձեր ձայները։ Եթե մենք խոսում ենք իրական այլընտրանքից, իրական այլընտրանքի համար միակ դաշտը, որը կա, արդարացված պարարտ դաշտ, դա արևմտյան ուղղությունն է։ Որտեղ ցանկացած այսօր սոցիոլոգիական հարցում ցույց է տալիս, որ մեր հասարակության առնվազն կեսից ավելին գտնում է, որ Հայաստանի ապագան Եվրամիության հետ է։ Այսինքն այլընտրանքային ուժերը պետք է արտաքին քաղաքականության հարցում կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, որպեսզի այսպես ասեմ, ծրագիր, որը ուժերը ներկայացնում են, կարող է լինել շատ կետեր, բայց սկզբունքային մոտեցումը ինչա առաջանում։ Հասարակության այդ իմ ասած այդ կեսը վիրավորված մի կողմը քաշում ընտրության չի գնում։ Ասма լավ, ենթադրենք ես ռուսամետների ինադու գնամ Փաշինյանին ընտրեմ, չեմ անի։ Կամ Փաշինյանի ինադու գնամ ռուսամետներին ընտրեմ, չեմ անի։ Նա ավելի շուտ հետ է քաշվում, քան մասնակցումը։ Այդ մարդիկ այդ ձայները ունեն, հիմա այս պատահական չի, որ ասում եմ ժողովուրդ ջան, ռուսամետ ուժերը 30% ձայն հազիվ թե ունենան։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, որ այդքան ձայն ստացավ, ինչ արեց այսքան տարի։ Ինչ փոխվեց երկրում։ Լավ, իշխանության չեկար, բայց քո խորհրդանում ներկայացվածության արդյունքում այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ատելությունը մեծացավ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը պակասեց, բայց Նիկոլ Փաշինյանի դիրքերը ավելի ամրացան, քան 2021 թվականին։ Այդ դա էր ձեր արածը։ Հիմա նոր գնում եք, ինչ եք հայցում, ժողովրդին ինչ եք ասելու։ Բա այն անգամ պետք է ասեմ, բա այն անգամ անեիք, ով էր ձեր ձեռքը բռնել։ Դրա համար եթե լինի իրական այլընտրանք արևմտամետ, որը հստակ ասի, որ ոչ նախընտրական, ոչ հետընտրական, ոչ միանալու են գործող իշխանությանը, ոչ էլ նախկիններին, նույնիսկ չասեմ մենակ նախկիններին, ռուսամետ տիրույթում նոր ուժերել եթե ելնեն, նրանց էլ չի լինելու այդ միավորում, այսինքն հստակ ստանում ես ձայներ հասարակության վստահություն։ Տեսեք, ամփոփենք։ Ռուսամետ ուժերը չունեն այդ ձայները։ Իրանք ուզում են իրանց կազմակերպական մեծ ռեսուրսով դա ստանան, չկա այդքան ձայն, որ իրանք հաղթեն Փաշինյանին։ Արևմտամետ ուժերը այդ ձայները կա, ուղղակի իրանք պետք է կարողանան սպասարկեն, մարդիկ վստահեն կոնկրետ մարդկանց, կոնկրետ ուժերի։ Շնորհակալություն։
Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով, իսկ մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը։